Բուդապեշտում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, ինչի մասին Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվել էին անցած շաբաթ, կարող է տեղի չունենալ, հաղորդում են արևմտյան մի շարք լրատվամիջոցներ։ Սպիտակ տան աղբյուրը Reuters-ին եւ CBS News-ին ասել է, որ մոտ ապագայում հանդիպում չի նախատեսվում։ Պատճառը Ռուսաստանի դիրքորոշումն է, որը կտրականապես հրաժարվում է հրադադար հաստատել։ Նաեւ մեծ պահանջներ առաջ քաշում, ասել է աղբյուրը։ Կարծում եմ, ռուսները չափազանց շատ բան էին ուզում եւ ամերիկացիների համար պարզ դարձավ, որ Թրամփը չի կարող գործարք կնքել Բուդապեշտում։ Ըստ Reuters-ի աղբյուրի անցած շաբաթավերջին Մոսկվան Վաշինգտոնին է փոխանցել ոչ պաշտոնական մի փաստաթուղթ, որում ներկայացված է խնդրի կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը, ըստ որի Ուկրաինան պետք է ամբողջությամբ զիջի Դոնբասը։ Փաստաթղթից պարզ է դառնում, որ Մոսկվայի դիրքորոշումը բացարձակապես չի փոխվել։ Հունգարիայի վարչապետը այդուհանդերձ հայտարարել է, որ հանդիպման նախապատրաստումը շարունակվում է, նույնն է ասել նաև Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Սերգեյ Ռյաբկովը սակայն չի հաստատել, որ Մոսկվան նման փաստաթուղթ է փոխանցել Վաշինգտոնին։ Սպիտակ տան աղբյուրն NBC News-ին ասել է, թե Թրամփը կարծում է, որ կողմերը բավականաչափ պատրաստ չեն բանակցություններին, որպեսզի առաջ շարժվեն։ ԱՄՆ նախագահն իր հերթին հստակեցրել է, չի ցանկանում գնալ հանդիպման, որն արդյունք չի տալու։ Ոչ, չեմ ուզում, որ հանդիպումն ապարդյուն անցնի, չեմ ուզում ժամանակ վատնել, այնպես որ տեսնեմ, թե ինչ կլինի։ Որոշում չենք կայացրել։ Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ Հնդկաստանը կկրճատի ռուսական նավթի ծավալները, քանզի նրանք եւս ցանկանում են, որ ավարտվի արդեն 4-րդ տարին ընթացող արյունալի պատերազմը։ Նրանք զգալիորեն կրճատել են նավթի գնումը եւ շարունակում են կրճատել, ասել է նա։ Ուկրաինայի նախագահն իր հերթին հայտարարել է, Մոսկվան օգտվում է առիթից եւ հակված չէ բանակցել, քանի որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի վաճառում Թոմահոք հրթիռներ, որոնցով ուկրաինական զինուժը կարող է հարվածել Ռուսաստանի խորքերին։ Ռուսաստանը կրկին ամեն ինչ անում է դիվանագիտությունից խուսափելու համար։ Այն պահից, երբ երկրորդ պլան մղվեց Ուկրաինային մեծ հեռահարության զենքեր տրամադրելու հարցը, Ռուսաստանը գրեթե ինքնաբերաբար սկսեց պակաս հետաքրքրված լինել դիվանագիտությամբ։ Թոմահոք հրթիռների շուրջ որոշում չկա, բայց ԱՄՆ Սենատն այսօր նախատեսում է 3 օրինագիծ ընդունել Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։ Մասնավորապես Ռուսաստանը կհայտարարվի ահաբեկչության պետական հովանավոր, Չինաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն Ռուսաստանին օգնելու համար, կվերաբաշխվեն ԱՄՆ-ում պահվող ռուսական սառեցված ակտիվները։ Եվրոպան էլ Ուկրաինայի հետ համատեղ խաղաղության 12 կետանոց ծրագիր է պատրաստում, որով նախատեսվում է աստիճանաբար հանել Ռուսաստանի դեմ արևմուտքի պատժամիջոցները։ Ըստ Bloomberg-ի այն նախատեսում է սառեցված ակտիվների ապասառեցում, պայմանով որ Մոսկվան կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը։ Նաև նոր ագրեսիայի դեպքում պատժամիջոցները կվերականգնվեն։ Բացի դրանից հրադադարից հետո կողմերը պարտավորվում են կանգ առնել առաջնագծում, այնուհետև Մոսկվան պետք է Կիևին վերադարձնի ուկրաինացի առևանգված երեխաներին, նաև գերիների փոխանակում կլինի։ Կողմերը պետք է բանակցեն Ռուսաստանի օկուպացրած տարածքների կառավարման շուրջ եւ դա չի նշանակի, որ Կիևը ճանաչում է դրանց բռնակցումը։ Փաստաթուղթը, որը դեռ լիովին պատրաստ չէ եւ կարող է փոփոխվել, կներկայացվի ԱՄՆ վարչակազմին։ Գիշերը ռուսական կողմը շարունակել է հարվածել Ուկրաինային, այդ թվում էներգետիկ ենթակառուցվածքներին։ 6 մարդ է սպանվել, որոնցից 3-ը Կիևում, որտեղ կա նաև 13 վիրավոր։ Նույնքան մարդ էլ վիրավորվել է Զապորոժիայում եւս 9 Սումիում։ Խարկովում անօթաչուներից մեկը հարվածել է մանկապարտեզինկան վիրավորներ։ Ըստ Deep State նախագծի ռուսական զորքը Զապորոժիայում գրավել է Պոլտավկա գյուղը եւ առաջ է շարժվում մարզի այլ հատվածներում։ Ուկրաինական զինուժն իր հերթին բրիտանական հրթիռներով հարվածել է Բրյանսկի քիմիական գործարանին։ Ուկրաինական անօթաչուները հարվածել են նաև Մորդովային եւ այլ շրջանների։